Հիմնարկը, որը չես հասկանում, Ալեն Սիմոնյանի աղբորն է, Ալեն Սիմոնյանի աղբերն է այնտեղ աշխատում, թե ասում են էլ չի աշխատում, ասում են 1 տարում կառավարությունից 343 միլիոն դոլարի տենդեր է շահել։ Ասֆալտ տանող հիմնարկ է, արտաքին պարտքն էլ կրկնապատկվել է սրանց 7 տարում։ Պետությունը պարտք է վերցրել արտաքին ու ստացվում է բաժանել է ՔՊ-ի մեջ տարբեր հիմնարկների անուններով, որ դրանք բոլորը մնան լոյալ, իրենց կյանքը վայելեն, մինչև տեսնեն ինչ են անում այս պետության հետ։ Ամեն անգամ կառավարությունը որոշումներ է կայացնում, օրենքներ է ընդունում, որոնք սպասարկում են որոշակի ֆինանսական խմբերի շահերը, ու երբ արևմտյան ժողովրդավարներն ասում են կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք եք գրանցել, չեմ հասկանում, թե ինչը նկատի ունեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը զեղչով բնակարան է գնում։ Հետո կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվում է։ Հետո Միացյալ Նահանգների դեսպանը հանդիպում է նույն մարդուն ու շնորհակալություն հայտնում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Հետո այդ պաշտոնյային Նիկոլը SMS է գրում, թե հրաժարական տուր։ Սա էլ խելոք տալիս է։ Հարց չկա, շեֆ, կանոններին համաձայն։ Նիկոլը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Հաբա, քրքրվավ, կասեր տատես։